Գազայում զանգվածային տարհանումներ են, 350,000 մարդ լքում է քաղաքը, քանի որ Իսրայելը լայնամասշտաբ ցամաքային գործողություն է սկսել, այն անվանելով Գեդեոնի մարտակարգեր։ Այս գործողությանը մասնակցում է Իսրայելի բանակի 92-րդ դիվիզիան, որն արդեն մտել է Գազա, ոչնչացվել են տասնյակ ռազմական օբյեկտներ, շինություններ, դիտակետեր, ականապատ կառույցներ։ Գործողությունը, ըստ բանակի խոսնակի, կշարունակվի մի քանի ամիս։ Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 113 անօդաչու, մեծ մասը շահեդ տիպի կամիկաձե դրոններ և շուրջ 10 հրթիռ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ իրենց հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել են ոչնչացնել կամ ճնշել 89 անօդաչու։ Միացյալ Նահանգների Յուտա նահանգի դատախազները հայտարարել են, որ մահապատիժ կպահանջեն Թայլեր Ռոբինսոնի համար, որը մեղադրվում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի սպանության համար։ Դատախազները նաև հրապարակել են նոր մանրամասներ, ներառյալ կասկածյալի հաղորդագրությունները, որտեղ նա իբր խոստովանել է հանցագործությունը։ Դատախազ Ջեֆրի Գրեյի գրասենյակը Ռոբինսոնին առաջադրել է 7 մեղադրանք, ներառյալ դիտավորությամբ սպանություն, ապացույցների ոչնչացում և վկաներին խոչընդոտելու փորձ։ Նրա դեմ հավաքված ապացույցները ներառում են նաև գրություն, որտեղ նա գրել է. «Ես հնարավորություն ունեմ վերացնել Չարլի Քրքին և դա անելու եմ»։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու մի շարք այլ քաղաքական գործիչներ նույնպես կոչ են արել կիրառել մահապատիժ։ Մեղադրյալ Թայլեր Ռոբինսոնն առաջին անգամ դատարանի առջև է կանգնել տեսակապի միջոցով։ Նրա գործով հաջորդ առցանց դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին։ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա սկսել է ցույցերով, ակտիվիստները Վինդզորի ամրոցի պատերին ցուցադրել են Թրամփի լուսանկարները սեռական հանցագործության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 մարդու։ Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաների միջև անվտանգության հարցերով հանդիպումը նախատեսված է 5 Բաքվում։ Իսրայելը մի քանի շաբաթ առաջ Սիրիային ներկայացրել է նոր համաձայնագրի առաջարկ, սակայն դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել, իսկ աղբյուրների փոխանցմամբ Դամասկոսը դեռ պատասխան առաջարկ է պատրաստում։ Եվ վերջում ամերիկացի ծնողները Սենատին կոչ են արել կանխել AI չաթբոտերի երեխաներին հասցվող վտանգը։ 3 ծնող, որոնց երեխաները մահացել կամ հիվանդանոց էին տեղափոխվել արհեստական բանականության չաթբոտերի հետ շփումից հետո, երեքշաբթի Միացյալ Նահանգների կոնգրեսին կոչ են արել կարգավորել արհեստական բանականության չաթբոտերը։ Քննարկումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Սենատում։